Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հոկտեմբերի 26-ն է, օրը կիրակի է։ Երեք մենք հաղորդում չենք պատրաստել, քանի որ մեծ հաշվով շատ բան չկա կար խոսելու, իսկ դուք գիտեք, ես չեմ սիրում զբաղվել դատարկախոսությամբ, երբ որ կա կոնկրետ թեմա, այդ ժամանակ մենք անում ենք հաղորդում, եւ հիմա արդեն մենք ունենք կարևոր հարցեր քննարկելու, դրա համար որոշեցի պատրաստել այս հաղորդումը ձեզ համար։ Ես գիտեք, ամենակարևոր թեման այսօրվա Հովանավանքում տեղի ունեցող պատարագն է, որին որ մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արամ Քահանա Ասատարյանին, Գարեգին II Կտրիչ Ներսիսյանը կարգալուծ է հռչակել, չնայած այդ կարգալուծը անօրինական է, դրա համար այսօրվա պատարագը բազմահազարանոց պատարագ է, թե եկեղեցու ներսում բազմաթիվ մարդիկ կան, քաղաքացիներ, թե եկեղեցու դրսում նույնիսկ մի քանի անգամ ավելի մեծ բազմություն է, ասում էին մեծ հերթեր դեպի Հովանավանք ճանապարհին լուրջ խցանումներ, եւ այդ ամենը հստակ վկայում է այն մասին, որ Հայաստանի հասարակությունը, Հայաստանի քաղաքացիները պատրաստ են եւ ցանկանում են, որ հոգեվոր լուրջ փոփոխություններ տեղի ունենան Հայաստանում։ Այստեղից նաև պարզ է դառնում, որ Կտրիչ Ներսիսյանը շատ լուրջ եւ մեծ ճակատագրական սխալ թույլ տվեց, կարգալուծ հռչակելով Տեր Արամ Քահանա Ասատարյանին, քանի որ այստեղից մեկնարկում է շատ մի մեծ գործընթաց քաղաքականությունից գլուխ չհանելով, չնայած ամբողջովին խրված լինելով քաղաքականության մեջ, Կտրիչ Ներսիսյանը այնպիսի մի սխալ թույլ տվեց, որը որ կարող է հիման կետ դառնալ նրան հեռացնելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Եվ ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի, այսօրվա պատարագը պատահական պատարագ չէ, ուղղակի պատարագ չէ, որ տեղի ունեցավ եւ կանցնի։ Այդ հարցին անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանը, ասում է, որ այստեղից մեկնարկում է ամեն ինչ տեղի ունենալու շուտով եւ իմ պատկերացմամբ այս հարցի շուրջ էի ուզում ձեզ հետ կիսվել սիրելի հայրենակիցներ, հիմա արդեն կսկսվեն նման պատարագներ ամբողջ Հայաստանի տարածքով, կարող է շատ քահանաներ սկսեն միանալ Տեր Արամ Քահանա Ասատարյանի օրինակին եւ տարբեր տեղերում սկսվի նույն պատարագների գործընթացը, որով որ եկեղեցի առ եկեղեցի տեղի կունենա ազատագրումը այն կեղծ եւ պիղծ սուտի քահանաներից, որոնք որ աջակցում են Կտրիչ Ներսիսյանին։ Բազմաթիվ են ցավոք այդպիսի քահանաները, որոնք որ չեն ծառայում Քրիստոսին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այլ ծառայում են կաշառակերներին, քաղաքականության մեջ խրված հոգևորականներին, որոնք որ կատարում են օտարի պատվերը եւ հոգով, սրտով, ամբողջ մարմնով ծառայում են մամոնային։ Մամոնան, գիտեք, չարի աստվածությունն է կամ սատանան է, որը փող, միայն փող է սիրում եւ փողի է ծառայում։ Նրանք ծախված են այդ մամոնային եւ այդ մամոնան պետք է դուրս վռնդվի մեր եկեղեցուց։ Այդ խնդիրը ունեն նաեւ այլ եկեղեցիներ, բազմաթիվ փողի խնդիրը հոգևորականների մեջ ահռելի մեծ է եղել միշտ դարերով, բայց ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ ախտը, այդ ոչ հոգևոր աշխարհիկ չար ախտը մաքրվի մեր եկեղեցուց։ Դրա հետ մեկտեղ այդ մարմնային երկրային ցանկությունները եւ ապրելակերպը, որը որ նույնպես մտցվել է մեր եկեղեցու մեջ, որից որ օգտվում են նաեւ օտար երկրների հատուկ ծառայությունները, ակտիվ վերբովկա անելով տարբեր հոգևորականների, նաեւ բարձրաստիճան հոգևորականների։ Այդպես եմ ես տեսնում սիրելի հայրենակիցների իրավիճակը, որ եկեղեցի առ եկեղեցի մենք պետք է մաքրենք, ազատագրենք այդ սուտ, կեղծ, պիղծ հոգևորականներից մեր եկեղեցիները եւ նորմալ մաքուր հոգևորականներ, ովքեր որ իրոք Աստծուն են ծառայում, Քրիստոսին են ծառայում, պետք է ապաշխարեն իրենց մեջ եւ դարձի գան դեպի հայ առաքելական եկեղեցին, իսկական հայ առաքելական եկեղեցին, որը որ Քրիստոսի եկեղեցին է, ոչ թե Քրիստոսի անվան ներքո ամեն ինչ անում են,
այլ իրոք Քրիստոսի եկեղեցին է։ Մի անգամ խոսել եմ կրկին հիշեցնեմ Կարամազյանը եղբայրների Դաստայևսկու գրած վեպը, երևի դուք ծանոթ եք, մի մասը ծանոթ է, մի մասը չէ, այդտեղ մի հատ հետաքրքիր դրվագ կա, երբ որ Քրիստոսը երկրորդ անգամ է գալիս աշխարհ, ինկվիզիցիայի ժամանակաշրջանում է, նրան կաթոլիկ եկեղեցին ձերբակալում է եւ պատրաստվում են երկրորդ օրը այրել, եւ այնտեղ խոսում են, ասում են ով ես, ասում է ես Քրիստոսն եմ, սա իմ երկրորդ գալուստն է, ասում են ինչու ես եկել Քրիստոս երկրորդ անգամ, մենք քո անունով այստեղ Տեր ու տիրակալ ենք, փողնելն է մերը, իշխանություններն է մերը, ինչի ես եկել, դու այդ ամենը մեր ձեռքից հետ ես ուզում վերցնե, մենք դրա համար քեզ կայրենք։ Այսինքն Քրիստոսի անունով նրանք ամեն ինչ ունեն, փող ունեն, իշխանություն ունեն, դատարկ տեղը պատիվ ունեն, անպատիվների կողմից կամ անգարակետ մասսաների կողմից, երբեմն խաբված ժողովրդի կողմից, դրա համար իրենց պետք է ընդհանրապես Քրիստոսի անվանումը, որի ներքո իրենք փող են վաստակում, աշխատում, մարդկանց վախեցնում մեղքերից, մարդկանց սուտ տեղը ազատագրում շնորհում, աղոթում, բայց իրականում մենք գիտենք, թե ինչ սարսափելի իրավիճակում է գտնվում թե մեր եկեղեցին եւ թե մեր հոգեվոր աշխարհը նրանց պատճառով։ Եվ դրա համար այդ ամենը տեղի պետք է ունենա։ Անկեղծ ասած, ես նաեւ մտածում եմ այն մասին, որ հիմա եթե կաթողիկոս փոխվի, կարող է ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացիները ասեն, դե սրանք Նիկոլի կողմից նշանակված կաթողիկոսներ ու քահանաներ են, մենք նրանց չենք ընդունում եւ բաժանում առաջան։ Դա խնդիր է, բայց փաստ է, որ այս եկեղեցական հոգեվորականները բարձրաստիճան շատ լուրջ վարքաբեկված են, լուրջ ձևով վարքաբեկված են եւ օտար ուժերի հետ կապվածություն ունեն։ Դա միանշանակ այն փաստի օգտին է խոսում, որ նրանք պետք է հեռացվեն մեր եկեղեցուց։ Իսկ հետո իմ համոզումը այն է, որ ապա քաղաքական քահանաներ պետք է լինեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ նաեւ կաթողիկոսը պետք է ապա քաղաքական կերպար լինի։ Հեռու լինի քաղաքականությունից, ոչ նիկոլական լինի, ոչ չգիտես ինչական լինի։ Միանշանակ ես այդպես եմ կարծում, սիրելի հայրենակիցներ, ու մենք նաև պետք է բոլորս ցկտենք հենց դրան, բոլորս պետք է խոսենք դրա մասին, պետք է դա հասնի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ականջին, հստակ ինքն էլ պետք է հասկանա եւ ընդունի, որ հոգեվորականները պետք է լինեն ապաքաղաքական, չլինեն իշխանամետ, չլինեն ընդդիմադիր, այլ կոնկրետ ապաքաղաքական կերպարներ պետք է լինեն։ Եվ դրանում պետք է համոզված լինեն բոլորը։ Այսքանը սիրելի հայրենակիցներ այս հարցի շուրջ, կրկին հետևենք, թե ինչպես կավարտվի պատարակը Հովանավանքում եւ հնարավոր է նաեւ մեր հաջորդ հաղորդման ընթացքում կրկին կարծիք հայտնենք այս հարցի կապակցությամբ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ ծանոթանալ Մարիա Զախարովայի նոր մտքերին, որը որ վերաբերվում է Հայաստանին, ու նա ասում է փաստացիային, որ ժողովուրդների, պետությունների ճակատագրերի մեջ լինում են այնպիսի ժամանակներ, որտեղ որ նրանք կորցնում են իրենց պետականությունը, խոսում է հայոց ցեղասպանության մասին, ասում է, որ ժողովուրդները, որոնք որ դավաճանում են մոտավոր, ես մեջբերում եմ գաղափար, իրենց արժեքները, այնինչ դավաճանելի չէ, որոշ քաղաքական գործիչներ, այսինքն հանգում են վերջո նրան, որ կարող է պետականության կորուստ ունենան, շատ վատ հետևանքների առջև կանգնեն։ Ինչ է ասում այս կինը, փաստացի ինքը ուզում է ասել, որ հայերը կամ Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ ուրանում են հայոց ցեղասպանությունը, ու դա կարող է պետականության կորստի առջև կանգնեցնել Հայաստանը եւ հայ ժողովրդին։ Այստեղ կան սպառնալիքներ, այստեղ կա դժգոհություն եւ մտահոգություն իրենց համար, քանի որ իրենք դարերով մեզ փորձել են կռվածնել, թշնամացնել թուրք ժողովրդի հետ։ Ոչ ոք չի հերքում հայոց ցեղասպանությունը, ես սրա մասին միշտ եմ խոսել։ Ես նաեւ չեմ տեսնում, որ Հայաստանի իշխանությունները հերքում են հայոց ցեղասպանությունը։ Նաեւ
Հայաստանի նախորդ իշխանությունները, արդարության համար ասենք, որոնց դեմ չի արտահայտվում Տիկին Զախարովան, նույնպես ասում էին, որ ցեղասպանության հարցը չէ, որ խնդիր է թուրքերի հետ բանակցելու համար։ Այսինքն առանց նախապայմանների բանակցությունները, որ ասում էին Հայաստանի նաև նախորդ իշխանությունները, հենց դրա մասին էր խոսքը, բայց պարզ է թե ինչն է ռուսներին անհանգստացնում է այն, որ կարող է թշնամանքը մի փոքր մեղմացվի հայերի եւ թուրքերի միջև, մի փոքր առանց ուրանալու հայոց ցեղասպանությունը, բայց հայոց ցեղասպանության հարցը բնականաբար չի դուրս գա մեր ժողովրդի օրակարգից, ուղղակի իրենք չեն կարող այլևս մանիպուլյացիայի ենթարկել մեր ժողովրդին, դրա համար զայրանում են եւ այսպիսի հայտարարություններ են անում։ Եվ հետաքրքիրը այն է, որ նույն ժամանակ նաեւ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր հայտարարություն է արել, նույն ժամանակահատվածով է սա համընկնում, որ ինչ ենք մենք հասկանում մեր պատմությունից, որ մեր պատմությունը անընդհատ ասում է, որ մի կրկնիր իմ սխալը, մի կրկնիր այն սխալները, որոնք որ կրկնել են նախնիները, որպեսզի պետականության կորուստ չունենաս։ Կրկին ուղիղ չեմ մեջ բերում, Փաշինյանի խոսքերը այստեղ ռուսերենով է այդ ամենը գրված, բայց ինքը ասում է, որ մի կրկնիր, հասկացեք պատմությունը, որպեսզի այլևս պետականության կորուստ չունենանք։ Այդպես է ասում իրեն պատմությունը։ Եվ անկեղծ ասած, ես համաձայն եմ Փաշինյանի հետ, քանի որ ինքներս էլ բոլորս ականատես ենք եղել մեր պատմությունից։ Ծանոթ ենք, թե ինչ կան անգամ մենք պետականության կորուստ ենք ունեցել սխալ քաղաքականության հետևանքով։ Հիմա փորձենք այդ սխալների վրա սովորել, որպեսզի պետականության կորուստ չունենանք։ Իսկ Զախարովայի հայտարարությունները վկայում են հստակ այն մասին, որ մենք սկսել ենք շարժվել շատ ավելի ճիշտ ուղղությամբ, որով որ ոչ թե օտարները կարող են մեզ խաղալիք սարքել եւ կռվածնել ուրիշների հետ, այլ մենք արդեն ինքներս ունենք մեր սեփական ազգային եւ պետական քաղաքականությունը եւ շատ լավ գիտենք, թե ինչպես վարվենք ում հետ եւ ինչպես տանենք մեր պետական շահերը առաջ եւ դժվար թե ռուսները մեզանից ավել հայրենասեր լինեն, մեզանից առավել հայասեր լինեն։ Բայց Ռուսաստանը միայն ասեմ, որ Հայաստանի ուղղությամբ հիմա չէ որ աշխատում, այլ նաեւ Ադրբեջանի ուղղությամբ են սկսել շատ ակտիվ աշխատել, հերախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի եւ Ալիևի միջև, եւ Պուտինի կարելի ասել խելքը ու միտքը այն է, որ ինչպես ինքը կարողանա ներգրավել այն գործընթացների մեջ, որոնք որ հիմա տեղի ունեն հարավային Կովկասում, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցն է քննարկել, տնտեսական հարցեր, էներգետիկ ծրագրեր, բայց հիմնական թեման տրանսպորտային եւ լոգիստիկ այդ ճանապարհների հարցն է։ Այստեղ է շատ լուրջ մտավախություններ ունեմ։ Հուսանք միայն, որ Ալիևը չի համաձայնվի Պուտինի առաջարկներին, Պուտինի մտքերին, քանի որ հակառակ պարագայում ոչ մի խաղաղություն, ոչ մի ապաշրջափակում տեղի չի ունենա։ Բայց արդեն մենք տեսնում ենք, որ շատ լավ էլ շփվել են սկսել Պուտինը եւ Ալիևը, ինչը միայն ու միայն մտահոգություն է առաջացնում։ Հիմա սիրելի հայրենակիցներ անդրադառնանք նաեւ միջազգային կարևոր հարցերի։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը իմունիտետ ունի այդ պատժամիջոցների նկատմամբ, իսկ Թրամփը ասում է, որ հա մենք ուրախ ենք, թող ունենան, բայց 6 ամսից կերևա 6 ամսից կտեսնենք, թե որքանով նրանք իմունիտետ ունեն։ Եվ հիմա արագ գիտեք երևի նաև այդ մասին, քանի որ 3 հաղորդում չենք արել, Կիրիլ Դիմիտրիևին են ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի բանակցություններ շարունակի Վիտկոֆի հետ, այսինքն այս պատժամիջոցները իրոք շատ են ցավացրել Ռուսաստանի Դաշնությանը եւ իրենք ուզում են մեղմել այդ հարցը, նաև կրկին տոմոգավկների համար ուզում են բանակցել, որպեսզի չտրամադրի տոմոգավկներ։ Թրամփն էլ է անդրադարձել Պուտինի հետ հանդիպման հարցին, ասել եթե կոնկրետ ինչ-որ որոշումներ կայացվելու լինեն, այդ ժամանակ ինքը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ։ Այսինքն Թրամփի խոսքերից մենք հասկանում ենք, որ ինքը գլխի է ընկել, որ Պուտինը ուղղակի ժամանակ է ձգում, ոչ մի հարցի շուրջ նորմալ չի ցանկանում
պայմանավորվել հանդիպելու համար, ժամանակ ցակելու համար, դրա համար ասում եմ, թե կոնկրետ որոշումներ կայացվելու լինեն, պայմանավորվածություններ լինեն դադարեցնելու համար պատերազմը, ապա ինքը պատրաստ է, հակառակ պարագայում ոչ։ Գիտեք, նաև ցանկացողների կոալիցիայի հավաք էր տեղի ունենում եւ այդտեղ բազմաթիվ երկրներ եվրոպական քննարկում էին, թե ինչպես կարելի է Ուկրաինային ավելի շատ օգնել։ Ֆրանսիան հետաքրքիր մտքեր առաջարկում նաև զորք ուղարկելու գաղափարը արդեն ավելի ակտիվ է սկսել քննարկել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հետաքրքիր առաջարկներ է անում ավելի մեծ գումարներ, սենքեր շատ ավելի հատկացնելու հարցը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը ասում է, որ աշխատանք պետք է տանել, որպեսզի տամագավ քրթիռները եւ այլ հեռահար հրթիռներ տրամադրվեն Ուկրաինային։ Սառեցված ակտիվների մասին խոսք կա, ուկրաինական, ռուսական, կներեք, սառեցված ակտիվների մասին, որը որ կարող է փոխանցեն արդեն Ուկրաինային։ Այդ հարցները շատ երկար է քննարկվում, բայց անընդհատ օրակարգում է, այնպես որ որոշումները ավելի լուրջ են, ռուսական տնտեսությունը ավելի ու ավելի շատ մեծ ծանրություն եւ խնդիրներ է զգում իր վրա եւ կարելի ասել, որ մեծ խնդիրներ ունեն ռուսները այս առումով, դրանից բացի էներգետիկ համակարգին Ուկրաինան շատ հաջողակ հարվածներ է հասցնում ամեն օրվա ռեժիմով եւ նաեւ նավթի խնդիրը արդեն ստեղծվում Ռուսաստանում, նաեւ Մոսկվայում է զգացվում այդ խնդիրը, այնպես որ բավականին բարդ եւ վատ իրավիճակում են իրականում ռուսները եւ իրենց հայտարարությունները շատ անգամ իրականությանը չեն համապատասխանում, որ ամեն ինչ շատ լավ է իրենց մոտ։ Ասեմ ավելին, որ նախորդ հաղորդման մեջ ես խոսել էի այն մասին, որ շատ հավանական է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն է կարողացել համոզել Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի նկատմամբ։ Գիտեք, հերախոսազրույցը տեղի ունեցավ Թրամփի եւ Պուտինի միջև, հետո 2 օր անց, եթե չեմ սխալվում, Մարկո Ռուբիոյի եւ Լավրովի միջև հերախոսազրույց տեղի ունեցավ, եւ ես կարծիք հայտնեցի, որ դրանից հետո Մարկո Ռուբիոն կարողացավ համոզել Դոնալդ Թրամփին, որպեսզի նա մտցնի պատժամիջոցներ, քանի որ հասկացավ, որ Ռուսաստանը ոչ մի զիջումների էլ չի գնում, նաեւ Լավրովի հարցազրույցներից մենք էլ դա տեսանք, Պուտինի եւ Թրամփի հերախոսազրույցը տարբերվում էր Լավրովի եւ Ռուբիոյի հերախոսազրույցից եւ Լավրովի հարցազրույցից, եւ հիմա Bloomberg-ը տեղեկացնում է, որ հենց Մարկո Ռուբիոն է կարողացել համոզել Թրամփին նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն մեր վերլուծությունը առանց տեղեկությունների, առանց որևիցե հավաստի աղբյուրի շատ ճիշտ դուրս եկան եւ Մարկո Ռուբիոն այստեղ շատ կարեւոր դերակատարություն է ունեցել։ Թրամփը նաեւ Համասին է տվել 48 ժամ, որպեսզի բոլոր գերիների մարմինները հանձնի Կարմիր խաչին, Համասը հակառակ պարագայում շատ վատ խնդիրներ է խոստանում Համասին, գիտեք, հրադադարի մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ մեծ դերակատարություն է ունեցել, չնայած այդտեղ էլ ամեն ինչ հարթ չի եղել, հրադադարը ամբողջովին չի պահպանվում եւ ահա Թրամփը արդեն սպառնում է կոնկրետ Համասին տալով 48 ժամ։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Կամբոջայի եւ Թայլանդի միջև կարող է այսօր խաղաղության պայմանագիր ստորագրվել, գիտեք, այդ երկու երկրները կոնֆլիկտի մեջ են, նաև պատերազմական գործողություններ են հաճախ տեղի ունենում ամիսներ առաջ, 4 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, 3-ից 4 ամիս առաջ լարված պատերազմական գործողություններ մի քանի օրյա տեղի ունեցան, որի ժամանակ որ Թրամփը ակտիվացավ եւ կարողացավ կասեցնել այդ պատերազմը, հիմա հաստատի ինքը մեկնում է Թայլանդ, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրվի Կամբոջայի եւ Թայլանդի միջև, նաեւ Հարավային Կորեայի այցելելու Թրամփը եւ նույն ժամանակ դեմ չէ հանդիպել հյուսիսկորեական առաջնորդ Քիմ Չին Ինի հետ։ Սրանք են սիրելի հայրենակիցներ այն վերջին թարմ տեղեկությունները, որոնց շուրջ այսօր Կիրակի օրվա այս հաղորդման մեջ ուզում եի ձեզ հետ կիսվել։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։